Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ ամերիկյան թատրոնի և կինոյի ռեժիսոր 1920-ից 60-ական թվականների Հոլիվուդի ամենահռչակավոր մարդկանցից մեկի, ազգությամբ հայ Ռուբեն Մամուլյանի մասին։ Նա ստեղծել է 60 դրամատիկ և երաժշտական բեմադրություններ, 16 գեղարվեստական կինոնկար, 12 անգամ եղել է Օսկարի նոմինանտ։ Նրա 3 ֆիլմերը «Ծափահարություններ», «Բեկի շարփ», «Զորոյի նշանը» հայտնվել են ամերիկյան ազգային կինոյի գրանցամատյանում։ Նա ստիպել է համր կինոյին խոսել նկարահանումների համար, օգտագործելով միաժամանակ 3 տեսախցիկ, 2 խոսափող և այդ ամենը տեղադրել տեսաերիզում։ Տեսախցիկը դրել է անիվների վրա և անընդհատ շարժելով ֆիլմում ստեղծել դինամիկա։ Կինեմատոգրաֆում առաջին անգամ շարժվող տեսախցիկը օգտագործել է տաղավարից դուրս, երկաթգծի կայարանում, մետրոյում, երկնաքերի տանիքում և Բրուքլինյան կամրջի վրա։ 1935 թվականին նկարահանել է առաջին գունավոր ֆիլմը, որը Թուրինում ստացել է մրցանակ գույները օրիգինալ օգտագործելու համար։ Նա մտել է ամերիկյան կինոյի և թատրոնի պատմության մեջ։ Ծնունդով Թբիլիսիից Մամուլյանն իր մասնագիտական առաջին քայլերը սկսել է Մոսկվայում, ուսանել է մեկ այլ տաղանդավոր հայորդու՝ Մեծն Վախթանգովի մոտ։ Հետագայում մեկնել է Ամերիկա, դառնալով Սևամորթների թատրոնի հիմնադիրը։ Մասնակցել է առաջին երաժշտական մյուզիքլների և կինոմյուզիքլների ստեղծմանը։ Մամուլյանը նկարահանել է Գրետա Գարբոյին, Մարլեն Դիտրիխին և այլոց։ Նա Էլիզաբեթ Թեյլորի հետ սկսել է նկարահանել Կլեոպատրա ֆիլմը, սակայն ստեղծագործական թիմի հետ ունենալով տարաձայնություններ, հրաժարվել է շարունակել նկարահանումները։ Ամենանշանավոր բեմադրություններից մեկը Պորգեր պիեսն է։ Սա հեղափոխություն էր ամերիկյան թատրոնում։ Պիեսն ունեցել է աննկարագրելի հաջողություն և մեկ գիշերվա ընթացքում 29-ամյա Մամուլյանը դարձել է հանրահռչակ։ Պիեսը 2.5 տարի ցուցադրվել է Նյու Յորքում, հետագայում Լոնդոնում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Պիեսում նա օգտագործել է Ստանիսլավսկու և Վախթանգովի հեղափոխական մտքերը։ Մամուլյանն իր հուշերում պատմել է, որ չի հասկացել, թե ինչ է կատարվել իր շուրջ։ Մարդիկ այլ հայացքով են նայել իրեն։ Սևամորթ դերասանները սկսել են Մամուլյանին շատ սիրել, ինքն էլ նրանց։ Դա այն տարիներին էր, երբ սևամորթները չունեին այն իրավունքները, ինչ ամերիկացիները։ Կային վայրեր, որտեղ նրանց մուտքն անգամ արգելված էր։ Եվ այս պիեսի օգնությամբ Մամուլյանը ստիպել է, որ աշխարհը խոսի սևամորթների հոգևոր արժեքների մասին, վերհանի ռասայական ընկճվածության խնդիրը։ Մամուլյանը մեկնել է Չարլստոն քաղաքի նավահանգիստ, որտեղ ուսումնասիրել է սևամորթների երգերը, պարերը, ազգային տոները և այնտեղից արդեն մասնագիտական հմտություններ սովորեցրած խմբին բերել է Նյու Յորք։ Այն ժամանակվա հայտնի ռեժիսորներն ասել են, որ այդ պիեսն ունեցել է մոգական ուժ։ Բեմադրությունից 8 տարի անց ջազի հիմնադիր Ջորջ Գերշվինն այդ պիեսի վրա բեմադրել է մյուզիքլ։ Հետագայում Մամուլը գրել է, որ Ամերիկան սիրեց Մամուլյանին, սակայն նրա անունն Ամերիկայի համար հարմար չէր և առաջարկել են փոխել անունը, կամ Լինոլյում, կամ Մարմոն, որից ռեժիսորը հրաժարվել է, ասելով. «Ես այնքան ծառայություններ եմ մատուցել, որ իմ ազգանունը նշանակություն չունի»։ Քննադատները միաժամանակ գրել են նրա անշուք հագուստի և ոսկե թևնոցի անհամատեղության մասին։ Սակայն ոսկե թևնոցը նվիրել էին սևամորթները պիեսի վրա աշխատելու ժամանակ։ Թևնոցն ունի հուզիչ և բազմանշանակ պատմություն։ Վրան գրված էր. «Մենք ձեզ շատ ենք սիրում, որովհետև դուք էլ մեզ եք սիրում։ Եվ եթե ձեզ հետ ինչ-որ բան պատահի, սուլեք, և բոլոր սևամորթներս կլինենք ձեր կողքին»։ Մամուլյանի սրտում միշտ սեր է եղել Հայաստանի նկատմամբ։ Նա օգնել է բազմաթիվ հայ դերասանների, աշխատել է հայերին նկարահանել ֆիլմերում և միշտ երազել նկարահանել մի ֆիլմ, որի սցենարը կգրեր Վիլյամ Սարոյանը, երաժշտությունը Արամ Խաչատրյանը, գլխավոր դերակատարը կլիներ Շարլ Ազնավուրը, նկարիչը Մարտիրոս Սարյանը։ Երազել է նաև ըստ Ֆրանց Վերֆելի նկարել Մուսա լեռան 40 օրը։ 1971 թվականին իրականացել է նրա մեկ այլ երազանք՝ լինել Հայաստանում։
Սակայն նրան հայրենիքում ընդունել են չափազանց զուսպ և հետագայում Մետաքսե Գուլպաներ ֆիլմի նկարահանումից հետո հայտարարել հակասովետական գործիչ։ Արդեն Ամերիկայում հարցազրույցի ժամանակ Մամուլյանը Հայաստանի մասին խոսել է հիացմունքով և ասել, որ հայրենիքից մեկնել է Արարատը հոգում հայոց լեզուն շուրթերին։ Ռուբեն Մամուլյանը մահացել է Միացյալ Նահանգներում 1987 թվականին 90 տարեկանում ծանր հիվանդությունից։ Այսպիսով Մամուլյանի մասին կարելի է անվերջ խոսել, նա ամերիկյան կինոյի և թատրոնի ամենաճանաչված հայ աստղերից է, որի աստղը փայլում է Հոլիվուդի փառքի պուրակում։ Եվ ինչպես շատերն են ասում, Մամուլյանը Հոլիվուդի կնքահայրն է։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։